Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շրիմադ Բhagavatam-ը եւ այս պահին ուսումնասիրում ենք 3-րդ երկի 6-րդ գլուխը։ Ինչպես տեսնում ենք, Մայտրեյան ինքը խոսում է Վիդուրայի հետ արարչագործության մասին եւ հիմա մենք ձեզ հետ քննարկում ենք Վիրատրուպան, այսինքն Գերագույն Աստծո ազնվորության դիեզերական ձևը։ Եվ մենք տեսնում ենք, որ այդ տիեզերական ձևի հետ կապված, հիմա կարող ենք հասկանալ, թե որտեղից է ծնվում Եգիպտոսի այն ինչ որ դրսում է, այն էլ ներսում է մակրո եւ միկրո կոսմերի գաղափարը։ Եվ մենք տեսնում ենք, որ արիացիները իրենք մանրակրկիտ քննարկում են, թե ինչպես է ձևավորվում ինքը գաղափարը, ինչպես է ձևավորվում իրանք ինքը օրգանը, ասենք լսողությունը, տեսողությունը, հոտ կաշելը, համ զգալը, շոշափելիքը եւ այլն, այսինքն սա երբ որ ինքը քննարկվում է որպես տիեզերական ձևի ուրեմն օրգաններ, դա նշանակում է, որ ինքը օրգանը գոյություն ունի, այդ օրգանի գաղափարը։ Հետագայում, երբ որ ձևավորվում են կոնկրետ նյութական մարմինները, ուրեմն այդտեղ արդեն ամեն կենդանի էակ ստանում է այնպիսի մարմին, ինչպիսի մարմին, որ ինքը վաստակել է, եւ այստեղ կարող են միկրոբից սկսված մինչև կիսաստվածներ մարմիններ լինել, որտեղ մենք կարողանում ենք տեսնել, որ տարբեր հնարավորություններ են ունենում այդ մարմինները, այսինքն ազնվորությունը ինքը կարող է, ասենք, աչքեր չունենալ կամ ականջներ չունենալ, ինչ որ մի զգայարանը կարող է շատ զարգացած լինել, ինչ որ մի զգայարանը ընդհակառակը կարող է ընդհանրապես բացակայել կամ վատ աշխատել, չէ՞։ Դրա համար ուրեմն այդ սահմանափակումները, թե կոնկրետ ամեն մի մարմնի մեջ ինչքանով են աշխատում այդ զգայարանները որպես հավաքածու, որպես մարմնի կերպար, ուրեմն բանեղած, առաջ եկած, դա կախված է արդեն նրանից, թե կենդանիակը իր անցյալ կյանքերում ինչպիսի գործողություններ է կատարել։ Եվ այսպես ուրեմն մենք շարունակում ենք տեքստերը եւ տեքստերը ընթերցեմ եւ կշարունակենք քննարկումը։ Ուրեմն, երբ ձևավորվեց, կներեք Շրիմադ Բhagavatam 3-րդ երկ 6-րդ գլուխ 18-րդ տեքստից։ Երբ ձևավորվեցին տիեզերական կերպարանքի ականջները, դրանց մեջ մտավ գլխավոր ուղղությունները ղեկավարող կիսաստվածները լսողության գործառույթի հետ մեկտեղ։ Այսպիսով կենդանի էակները ձեռք բերեցին լսելու եւ լսածով առաջնորդվելու ունակություն։ Այս երբ առանձնանալով առաջացան տիեզերական ձևի սեռական օրգանները, Պրաջապատին, տիեզերքի առաջին կենդանի էակը, մտավ դրանց մեջ սերնդավորման գործառույթի հետ միասին։ Դրա շնորհիվ կենդանի էակները ստացան սեռական հարաբերությունները վայելելու ունակություն։ Ապա ձևավորվեց ուղիղ աղիքը, որտեղ արտազատման օրգանների գործառույթի հետ մեկտեղ մտավ նրանց տիրակալ միտրան։ Այսպիսով կենդանի էակները ձեռք բերեցին կղկղելու եւ բիզելու ունակություն։ Երբ առանձնանալով ի հայտ եկան տիեզերական կերպարանքի ձեռքերը, դրանց մեջ մտավ երկնքի արքան Ինդրան։ Այսպես կենդանի էակները ի վիճակի են զբաղվել գործելով իրենց ապրուստը վաստակելու համար։ Ուրեմն ինչպես տեսնում ենք, տեքստերը իրենք քննարկում են նյութական մարմնի ձևավորման ընթացքները, չէ՞։ Եվ մենք մինչ այդ խոսել ենք արդեն որոշակի բաների մասին, ասեք, որոշակի օրգանների ձևավորման մասին, չէ՞։ Այսինքն արիացիները իրենք շատ քաջ գիտակցում էին, որ նյութական աշխարհը ինքը բաղկացած է 4 տարերքներից, եւ շատ լավ հասկանում էին, թե որ օրգանը ինքը որ տարերքի հետ միանալուց է, ասենք, կամ որ երևույթի հետ միանալուց է
գործելու հնարավորություն ստանում։ Ինչու է սա կարևոր, որովհետև սա իրականում նյութական մարմին է կենդանիակների, չէ, ինքը ֆանտաստիկ է, որովհետև իրականում ինքը գոյություն չունեցող, ոչ թե գոյություն չունեցող, այլ կենդանի էակի հետ ոչ մի կապ չունեցող մարմին է, չէ, որը ինքը կենդանի ինչ-որ մի բանի տպավորություն է թողնում, որովհետև կենդանի էակը, այսինքն մաքուր հոգին, ինքը իր գիտակցությամբ ներկա է այդ մարմնի մեջ, չէ, և մենք տեսանք, որ իրականում արիացիները իրենք հասկանում են գլխավոր գաղափարը, որ գոյություն ունի, այ արդեն ինչպես տեխնիկապես, ընդհանրապես ինչպես է տեղի ունենում հոգու նյութական մարմին ստանալու գործընթացը։ Եվ մենք տեսանք, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը, ուրեմն, գլխավոր արարիչն է, բայց լինելով գլխավոր արարիչ, ինքը նյութական աշխարհի տարբեր տեսակի երևույթները վստահում է ուրիշ կենդանի էակներին, որոնց սովորաբար կոչում են կիսաստվածներ։ Այստեղ մենք պիտի հիմա հասկացողություն զարգացնենք, թե ընդհանրապես հին աշխարհներում ոչ աստվածամեժության դարաշրջանում, երբ որ ես քննարկում եմ կիսաստվածների գաղափարը, ես դա քննարկում եմ միայն արիացիների գրվածքի հիմքի վրա, որովհետև իրենք դա քննարկում են այն տեսքով, ինչ տեսքով, որ կիսաստվածների երկրպագությունը գոյություն է ունեցել մինչև աստվածամեժության դարաշրջան։ Ինչու է սա կարևոր, որովհետև մինչև աստվածամեժության դարաշրջան մեր մոլորակի վրա ծնվում էին կենդանի էակներ, որոնք ռեալ զբաղվում էին հոգևոր առաջընթացով։ Եվ այդ անձնավորությունների հետ և Գերագույն Աստծո անձնավորությունը և կիսաստվածները շատ սերտ շփվում էին։ Հասկանում եք։ Եվ երբ որ արիացիներն են խոսում կիսաստվածների մասին, իրենք խոսում են անձնավորությունների մասին, որոնց հետ իրենք շփումներ են ունեցել։ Հասկանում եք։ Հիմա երբ որ սկսվում է աստվածամեժության դարաշրջանը, դրա նախաշեմին և Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը հայտարարություն է անում, որ ոչ ինքը, ոչ կիսաստվածները այլևս մեր մոլորակ չեն գալու։ Ինչու՞։ Ոչ թե իրադրությունը, որտեղ կա այդպիսի գաղափար, նրանք ովքեր որ շումերների քաղաքակրթությունն են ուսումնասիրում, կա այդպիսի գաղափար, որ իրականում դա մոլորակ է, դա այլ մոլորակայիններ էին, և ուրեմն նրանք այն մոլորակից են, որը որ իր ուղեցիրը ինքը այնպիսին է, որ ինքը հեռանում է մեր մոլորակից և մոտենում։ Եվ երբ որ ինքը մոտենում է մեր մոլորակին, իրանք այցելում են մեր մոլորակ։ Հետո երբ որ իրանց մոլորակը սկսում է հեռվանալ, իրանք այլևս չեն գալիս։ Հենց իրենք այդ այլ մոլորակայինները, իրանք այդպիսի ինֆորմացիա մեզ չեն թողել։ Իրանք խոսում են ուղղակի ուրիշ բանի մասին։ Իրանք ասում են, երբ որ ձեր մոլորակի վրա ծնվում են կենդանի էակներ, որոնց համար հետաքրքիր է առաքինությունը, որոնց համար հետաքրքիր է, իրոք հետաքրքիր է հոգևոր առաջընթացը, այդ պայմաններում մենք սերտ համագործակցում ենք, երբ որ գալիս ենք ձեր աշխարհ, սերտ համագործակցում ենք միայն այդ անձնավորությունների հետ։ Իսկ աստվածակենտրոն դարաշրջանում այդպիսի անձնավորությունները իրենք ունեն իրանց պետությունը, ոչ թե միայն պետությունը, այլև կայսրությունը, այսինքն պետությունների հավաքածու։ Երբ որ սկսվում է աստվածամեժության դարաշրջանը, ինքը այդ դարաշրջանի անվանումը, ինքը խոսում է նրա մասին, որ այդ դարաշրջանում սկսում են ծնվել կենդանի էակներ, որոնք իրենք ռեալ հոգևոր զարգացման մեջ շահագրգռված չեն։ Այդ պահից կրոնականությունը ինքը գործնականորեն դառնում է ոչ թե հոգևոր աճի գործիք, այլ քաղաքական խնդիրներ լուծելու գործիք, տնտեսական խնդիրներ լուծելու գործիք եւ այլն եւ այլն։ Հասկանում եք, այսինքն ինքը կրոնը դառնում է նյութական գործիք, որտեղ իրականում
կենդանիակներին կամ այսպես ասեմ, էլի սովորական մարդուն հասարակության մեջ, չէ, առաջարկվում են այնպիսի սկզբունքներ, որոնք հնարավորություն են տալիս բարձր խավի ներկայացուցիչներին առանց որևէ խոչընդոտի, առանց որևէ դիմադրության ղեկավարել ամբոխը։ Մարդկային հասարակությունը լավ կներեք ամբոխ, մի քիչ կոպիտ է հնչում։ Հասկանում եք, չէ՞ սիրելիներս։ Եվ այդ պատճառով ոչ Գերագույն Աստծո անձնավորությունը, ոչ կիսաստվածներ իրենք նախապես ասում են, որ այդ գործընթացների մեջ մենք ոչ մի ընդհանրապես ուրեմն բան չենք ունենալու, ներգրավվածություն չենք ունենալու, և քանի դեռ կրոնը ինքը օգտագործվում է որպես քաղաքական, տնտեսական, չգիտեմ, փառքի, հարստության, իշխանության համար, չէ, ուրեմն մենք պետք է հասկանանք համենայն դեպս արիացիները իրենք այդպես են ասում, որ այդտեղ ոչ կիսաստվածներն են ձեզ աջակցելու, ոչ էլ ուրեմն ինքը Գերագույն Աստծո անձնավորությունը։ Ուզում եք խոնարհվեք, ուզում եք մի խոնարհվեք, ուզում եք ինչ ուզում եք արեք, հա, մենք այլևս չենք գալու։ Հա, եւ մենք ձեզ հետ քննարկել ենք, չէ՞, որ երբ որ այդ աստվածամերժության դարաշրջանը ինքը սկսվեց, կիսաստվածների խոնարհումը ինքը վերածվեց ուղղակի քարերին խոնարհվելը։ Հասկանում եք, եւ եթե համընկնում էր, մեկ ասենք մարդիկ իրենք կարող էին ճիշտ մենտալիտետով աղոթեին կամ ինչ-որ ծիսակատարություններ կատարեին, չէ, եւ հենց իրանց, այո, ենթագիտակցության հաշվին, չգիտեմ, մտքի ուժի հաշվին եւ այլն, ինչ-որ մի բանը իրոք տեղի ունենար, իրանք դա մտածում էին, որ դա կիսաստվածը օգնեց, հասկանում եք, բայց աստվածամերժության դարաշրջանում իրանք չեն գալիս։ Այսա մենք պիտի հասկանանք, չէ՞։ Եվ հիմա տեսեք, երբ որ այդ առաջագործությունը ինքը տեղի է ունենում, Գերագույն Աստծո անձնավորությունը մենք տեսնում ենք, որ արիացիները իրանք ասում են, ինքը ունի իր օգնականները։ Հիմա տեխնիկապես էլի, սա շատ հետաքրքիր ինֆորմացիա է, որովհետև այսպես այս ինֆորմացիան, այս երևույթները ոչ միտեղ չեն քննարկվում։ Ես հույսով եմ, որ դուք տեսնում եք, որ սա ակնհայտ է։ Ուրեմն հիմա, այսպես, մեկը մյուսի հետևից, հա, արիացիները իրենք քննարկում են, երբ որ խոսքում է իմенно տիեզերական ձևի օրգանների մասին, չէ, խոսքը գնում է նրա մասին, որ հիմա արարվում է, ոնց ասեմ, էլի, ինքը գաղափարը, հասկանում եք, ասենք, օրինակ, որպեսզի պարզ լինի, չէ, ասենք, նույնիսկ, ասենք, մեր ժամանակներում գիտության մեջ, չէ, օրինակ, գոյություն ունի դիմադրություն, այդ սопротивление, հա, այդ որ, ասենք, ինչ-որ էլեկտրական ինչ-որ մի բան, չէ, երևույթ։ Հիմա տեսեք, այդ երևույթը, չէ, ինքը ուղղակի գաղափար, ուղղակի երևույթ է, որը հետո կարելի է օգտագործել տարբեր զանազան էլեկտրոպրիբորներ կառուցելուց։ Չէ՞։ Հիմա այս սրա մասին է խոսքը, որ երբ որ տիեզերական ձևն է քննարկվում է ինքը երևույթը, այ լսելու օրգանը, այ չգիտեմ, տեսնելու օրգանը, այ շունչ քաշելու օրգանը, այ շոշափելու օրգանը, չէ՞, ես արդեն ասեցի, որ ուրեմն բան է անում, հետո մարմիններ են ձևավորվում, չէ՞, բայց այստեղ կարևոր է, որ այդ ամեն ինչը ինքը ղեկավար ունի։ Ընդհանրապես եկեք սկսենք հասկանալ, թե ինչի մասին է այստեղ խոսքը, եթե մենք մի քիչ գիտական տեսանկյունից նայենք, էլի։ Այսինքն, ինչ են հասկանում արիացիները։ Իրենք հասկանում են, չէ, որ, օրինակ, ես ունեմ մարմին, ես ասում, սա իրանք շատ հետաքրքիր է, էլի, որ իրանք այդպիսի թեմաների շուրջ մտածել են, չէ։ Իրանք հիմա ինչի մասին են խոսում իրականում։ Իրանք խոսում են նրա մասին, որ մենք ունենք մարմին, մենք շահագրգռված ենք այդ հարցով, ինչպես է այս մարմինը գործում։ Ինչու ենք շահագրգռված, որովհետև ես կենդանի էակ եմ, նստած եմ այս մարմնի մեջ, չէ, այս մարմնի մեջ հարյուրավոր, հազարավոր ֆունկցիաներ են կատարվում, որոնցից ես տեղյակ չեմ, բայց որոնց ընթացքից կախված է իմ գոյությունը, չէ։ Եվ այդ երևույթը մենք հիմա ասում ենք մի բառով՝ առողջություն։ Հիմա արիացիները ինչ են ասում։ Ինքը ասում են փաստ է, որ մենք չենք ղեկավարում մեր մարմինը։
որովհետև եթե մենք ղեկավար էինք, չէ, մենք ամիջապես կտեսնեինք, թե որտեղ ինչը, ինչպես է փչանում, ինչ է տեղի ունենում, չէ, ասենք հենց այդ նույն փսիխոսոմատիկան մենք շատ լավ կընկալեինք, չէ, եւ կաշխատեինք ղեկավարել մեզ կամ ինչ-որ այլ երկել գտնել, չգիտեմ ինչ, այդ հարցը լուծելու համար, այդ հանգույցը քանդելու համար։ Հասկանում եք։ Եվ հիմա տեսեք, ասենք, իրանք փաստացի խոսում են այդ դրա մասին, որ մենք հասկանում ենք, որ այ մեր մարմինը ինքը մեզ ինչ-որ հարցերում ենթարկվում է, իսկ ինչ-որ հարցերում ինքը ավտոմատ պրոցեսի վրա է։ Եվ հաջորդ քայլը դա ո՞րն է, իրենց մոտեցման, այ գիտական մոտեցման քայլը ո՞րն է, իրենց մոտեցման քայլը միշտ հենվում է մի պարզ գաղափարի վրա։ Հասկանում եք, որ ոչ մի բան, ինչը որ կազմակերպվում է, հա, չի կարող կազմակերպված լինել ինքն իրանով։ Հա, այսինքն գաղափարը կայանում է նրանում, որ ցանկացած սիստեմայի վրա, հա, ոնց ասում են, ձեռք է դրել բանականությունը։ Իսկ եթե դա, ասենք, ցանկացած կարգավորվածություն, դա բանականության առկայության, բանականության գործունեության արդյունք է։ Սա է իրանց հիմնական մոտեցումը, հա, եւ այդ երբ որ իրանք դա հասկանում են, որ ինքն իրան նյութը երբեք չի կազմավորվում, չէ, դա համար ես միշտ ասում եմ, այ վերցրեք ինչ-որ մի հատ էլեմենտ, հա, ու իրան տրաքացրեք։ Ու դե թող ինքը դառնա, ասենք, փոքրիկ տիեզերք, հենց այդտեղ այդ մասում։ Հա, չի լինում այդպես, չի կազմավորվում այդպես։ Հասկանում եք, այդպես նյութը միայն քանդվում է։ Բայց մենք տեսնում ենք, որ այդ տարերքները, չէ, իրանք իրանցով հավաքվում են եւ մարմին են սարքում։ Սարքում են հերիք չի, հələ այդ մարմինն էլ շարժվելու ունակություն ունի, գիտակցություն ունի, ցանկություններ ունի, ամենաֆանտաստիկ բանը, էմոցիա ունի։ Չէ, հիմա արհեստական բանականությանը տանում են այդ ուղղությամբ, չէ, որ դու ամեն ինչ կարող ես բացի դրանից, դու երբեք էմոցիա չես ունենալու։ Հասկանում եք։ Եվ մենք ասենք, հիմա տեսնում ենք, թե իրանք ինչ են ասում, եթե դա ղեկավարվում է, դա նշանակում է կա ինչ-որ մի հատ ազնվորություն, որը այդ ամեն ինչը ղեկավարում է։ Հա, դրա համար հաջորդ քայլը դա է, որ ուրեմն գոյություն ունեն կիսաստվածներ, հա, եւ իրենք գերհոգու նման ներկա են բոլոր կենդանիատների մարմինների մեջ եւ ղեկավարում են այդ process-ները։ Եվ հիմա ասենք մեր հերթական քննարկման թեման է, դա մենք տեսանք, որ առաջի հերթին խոսվեց Պրաջապատիի մասին, որպես առաջի կենդանի էակ եւ որպես սեռական վայելքը ապահովող։ Իրականում այս թեման ինքը բավականին կարևոր թեմա է։ Ինչու է կարևոր թեմա։ Արիացիները իրենք այլ կերպ, չէ, սեռական վայելքը համարում են որպես նյութական աշխարհում իրենք համարում են այդ սեռական վայելքը նյութական աշխարհում ամենակարևոր հանգամանքը, որի շուրջ պտտվում է նյութական աշխարհը, չէ՞։ Իրանք դաժե ասում են բաների պալավոյ ուժել, հա, որ այդտեղ կապ կա։ Ինչպես տեսնում ենք, չէ՞, միանգամից հասկանում ենք, չէ՞, որտեղից է Ֆրեյդը վերցրել այդ իր գաղափարը։ Եվ ուրեմն սիրելիներս, որովհետև գիտեք ոնց է, էլի դուք կներեք, որ ես ամեն անգամ շեշտում եմ այդ ուրեմն թե ով ինչը որտեղից է վերցրել, չէ, որովհետև ես համարում եմ, որ դա շատ մեծ անարդարություն է, իսկ աստվածամերժության դարաշրջանն ինքը հենց անարդարության դարաշրջան է եւ դա նորմալ է, այնպես չի որ դա ինձ զարմացնում է կամ ինչ-որ արտառոց բան էլ, ինչպես ինչ-որ հակադրության կամ
ջղայնության բան է մտցնում, բայց ես ուղղակի մտածում եմ, որ մի անգամանակ ակնհայտ է, թե որ գաղափարները որտեղից են վերցվում, ուղղակի որովհետև իրենք շատ ավելի առաջ են հնչել, չէ՞։ Եվ այդքան էլ բարոյական չի գաղափարը ինչ-որ մի տեղից վերցնել, հետո դա ներկայացնել որպես քոնը։ Դա ընդհանրապես, ասենք, արական քաղաքակրթության մեջ մենք հիմա այստեղ ամեն անգամ տեսնում ենք, չէ՞, եւ հետագայում ամեն անգամ դա տեսնելու ենք, որ արիացիները իրենք շատ մեծ նշանակություն էին տալիս նրան, որ ազնվորությունը, եթե ինքը ինչ-որ մեկից է գիտելիքը ստացել, ինքը երբեք չի թաքցնում, թե ումից է ինքը այդ գիտելիքը դա ստացել, այսինքն ով է իրականում իր ուսուցիչը։ Երբ որ ազնվորությունը ինքը թաքցնում է այն մարդուն, ում գիտելիքից ինքը օգտվում է, դա ընդհանրապես խոսում է նրա մասին, որ այդ ազնվորությունը ինքը նախանց կարիերիստ է, որ կյանքի որ բանին սֆերային էլ դա վերաբերվի, հասկանում եք։ Ուրեմն Պրաջապատին ինքը համարվում է առաջի, ինչպես տեսանք, առաջի կենդանի էակը, սա շատ կարևոր կետ է իրականում, հա, եւ ուրեմն ինչի մասին է այստեղ խոսքը։ Դες մենք մինչև դա քննարկեցինք ինչ որ բաներ, ասենք քննարկեցինք ինչ որ օրգաններ, որոնք ինչպես այդ օրգանները ձևավորվեցին, լսողությունը, համը եւ ինչը եւ այլն, եւ հիմա այսպես հերթականորեն սա մեր հերթական զգայարանն է, որը պետք է ուրեմն քննարկվի։ Այստեղ շատ հետաքրքիր հոգեբանության տեսանկյունից շատ հետաքրքիր իրոք էլի գրիչոկ է դրած, հա, շատ հետաքրքիր էլի, ինչու համար, որովհետև տեսեք միացված է, չէ, միացված է։ Կենդանի էակների ոնց որ թե այսպես էլի նյութական աշխարհում ամենակարևոր վայրկներից մեկի եւ վերարտադրության ֆունկցիա։ Հասկանում եք։ Հիմա տեսեք, ասենք, մի կողմից, չէ, Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը այդպիսի բան է ստեղծել, սիստեմա է ստեղծել, չէ, որտեղ ուրեմն այդ ամենակարևոր բանը, ամենակարևոր վայելքը ինքը կապել է կյանքի հնարավորություն ստանալու հետ։ Հա? Հասկանում եք։ Եվ տեսեք, ասենք, ինչի համար։ Այդ սկզբից պիտի փորձենք հասկանանք, թե ինչի համար։ Որովհետև տեսեք, մենք ասենք հիմա, ասենք խոսացինք դրա մասին, չէ՞ որ սա էլ է, չէ՞, շատ հետաքրքիր կապեր են, չէ՞ որ ասենք լսողությունը։ Լսողության միջոցով մենք գիտելիք ենք զարգացնում։ Տեսողության միջոցով մենք գիտելիք ենք զարգացնում, չէ՞։ Հիմնականում բոլոր զգայարանները իրանք գիտելիք զարգացնելու համար են, ընկալող զգայարանները, չէ՞։ Իսկ հիմա արդեն ուրեմն Մայտրեան ինքը բան է ներկայացնում է գործող զգայարանները։ Այսինքն ընկալող զգայարաններն են աչքերը, ականջը, քիթը, լեզուն, որպես համտեսելու բան եւ մաշկը, հա։ Հիմա գործող զգայարաններն են ձեռքերը, ոտքերը, անուսը, սեռական օրգանները, հա, սեռական օրգանները, հետանցքը եւ ինչներ եւ խոսքը։ Հա, այսինքն լեզուն որպես խոսք։ Սրանք գործող բաներն են, չէ՞։ Հիմա ինքը մարմինը, ինքը ինչպես է, արիացիները իրենք շատ խորը հասկանում էին, չէ՞, իրանք ինչ են հիմա նկարագրում, որ այդ ընկալող զգայարանները, իրանք կենդանիակը ինքը ընկալող զգայարանների միջոցով կարողանում է ընկալել արտաքին աշխարհը։ Ինչ տեսք ունի, հա, ինչ ձայներ կարող է արտաբերել, ինչ հոտ ունի, ինչ համ ունի եւ շոշափելիքի համար ինչպիսին է տաք, սառը, հաճելի, ոչ հաճելի, ծակծկող, փափուկ կամ եսի ինչ։ Չէ՞, հիմա
Իրանք հասկանում են, այդ ոնց որ իրանք նկարագրում էին, մենք տեսնում ենք, չէ՞, որ իրանք հասկանում են, այդ զգայարանները իրանք գնում են դեպի այն տեղը, որտեղ որ իրասկեն իրանք նկատում են, որ երբ որ կենթանիակը ինքը ընկալում է զգայարանների միջոցով արտաքին աշխարհը, առաջի բանը, որ ինքը ռեակցիա է տալիս, դուրս եկավ, դուրս չեկավ։ Այսինքն հոտը հաճելի էր, թե չէ, ձևը հաճելի է, թե չէ, ձայնը հաճելի է, թե չէ, տաք էր, փափուկ էր, հաճելի էր, չորոտ էր, սառն էր, հա, այդ դուրս եկավ, դուրս չեկավ։ Չէ, դա ամենաառաջի ռեակցիան է։ Դու կարելի ասել, որ ընդհանրապես այդ գործողությունները իրանք տեղի են ունենում համարյա ակնթարթորեն, չէ՞։ Ասենք ոչ մի պրակտիկորեն համարյա թե ժամանակ չի անցնում, չէ՞ որ ես ընկալում եմ եւ միանգամից ձևավորում եմ դուրս գալիս է, դուրս չի գալիս։ Հասկանում եք, բայց տեսեք, երբ որ իրանք հետևում են, թե իրանք ինչպես են ընկալում, չէ՞, իրանք այդ ակնթարթորեն տեղի ունեցող process-ները կարողանում են հաջորդականություն շարել։ Հա? Այսինքն առաջի հերթին դուրս եկավ, դուրս չեկավ, երկրորդ հերթին պետք է պետք չի, ճիշտ է, ճիշտ չի։ Հասկանում եք, եւ այդտեղ արդեն առաջանում է այդ գաղափարը, որ ես ընկալեցի, հա, եւ լինում է, երբ որ գնահատականը գնաց, լինում է այսպես, դուրս չեկավ, բայց։ Եվ կան ինչ-որ արգումենտներ, որի միջոցով կենթանիակը ինքը կարող է գալ այն եզրակացության, արդեն բանականությունը միացավ, չէ, կարող է գալ այն եզրակացության, որ, ասենք, կարող է եւ դուրս չեկավ, բայց ճիշտ է, կամ բայց պետքական է։ Հասկանում եք, այսինքն մենք պիտի հասկանանք, թե իհարկե ասենք, օրինակ ասենք, երբ որ ես երբ որ զբաղված էի իմ հոգևոր առաջընթացով, ես այս տեքստերի վրա ընդհանրապես ուշադրություն չեմ դարձրել։ Ինչու համար, որովհետև հոգևոր առաջընթացի համար, չէ, այդ ներքին աշխարհի հետ աշխատելու համար, հատկապես երբ որ դու յոգայի process-ով չես գնում, դու այն ինչ որ մենք ենք համարում յոգա, էլի, երբ որ դու ասենք ոչ մտորումների ճանապարհով ես գնում եւ ոչ էլ գնում ես այդ ասենք սեփական ճիքերի հիմքի վրա հոգևոր առաջընթաց ունենալու ճանապարհով ես գնում, այլ գնում ես այն բակցի ճանապարհով, այսինքն ճանապարհով, որտեղ դու համագործակցում ես Աստծո հետ, եւ այդտեղ քո խնդիրը դա չի, որ դու հասկանաս, թե քո մեջ որ process-ը ինչպես է տեղի ունենում, դու պրոստը գիտես, որ ունես աչքեր, ունես քիթ, ունես այսինչ, եւ քո զգայարանները զբաղեցնում ես գերագույն Աստծո անձնավորությանը բավարարելու համար, եւ ի պատասխան ինքը քեզ տալիս է որոշակի արդյունքներ, որը դու առանց ճիքեր գործադրելու ես ստանում, իսկ այն անձնավորությունները, որոնք իրանք իրենց ուժերի հիմքի վրա են զարգանում, չէ՞, այս բոլոր process-ները, այս բոլոր այս ամբողջ գիտելիքը ինքը շատ կարևոր է։ Ինչու՞, որովհետև իրենք մեխանիկորեն են ամեն ինչ անելու։ Այսինքն իրենք մեխանիկորեն պիտի կարողանան այսպես քայլ-քայլ դուրս գալ այս աշխարհից իրենց սեփական հնարավորությունների վրա հենված, չէ՞, այլ որպեսզի իրենց սեփական հնարավորությունների վրա հենված կենթանիակը ինքը կարողանա դուրս գա այս աշխարհից, անհրաժեշտ է, որ ինքը իր հնարավորությունները ճանաչի եւ լավ հասկանա։ Այսինքն իմանա ոչ թե միայն ինչ ունի, այդ ունեցածը ինչպես է աշխատում եւ ինչի համար է նախատեսված, չէ՞, այդ տեսանկյունից այս գիտելիքը ինքը շատ կարևոր է եւ դրա համար է, որ Շուկադևը Գոսվամին ինքը հիմա մեծ նշանակություն է տալիս դրան, ինչու որտեւ այդտեղ մենք երբեք չպիտի մոռանանք, Բhagavatam-ը ինքը այլ տեսք կունենար իրականում, եթե այդտեղ նստած լիներ միայն բարիքշիտը։ Բայց այդտեղ նստած է ոչ միայն բարիքշիտը, այդտեղ նստած են այո, տիեզերքի մասշտաբով շատ կարևոր անձնավորություններ, բայց իրանց հետևից, այսպես քանի գնում, այնքան ավելի, ոնց որ ամենաբարձր հոգիները նստած էին անմիջապես Բարիքշիտ Մահարաջից հետո, հա, եւ մինչեւ այն ամենաթույլ զարգացում ունեցողները նստած էին ամենավերջում։ Ինչու համար։
Որովհետև մենք դա ձեզ հետ արդեն քննարկել ենք, չէ, հիմա զգայարանները ղեկավարելու տեսանկյունից դա քննարկենք, չէ, որովհետև շուկադևը Գոսվամին եւ Պարիկշիտ Մահարաջը, Նարադա Մունին, Վյասադևան, իրանք այդպիսի որակավորում ունեին 7 օր 7 գիշեր ընդհանրապես չքնել, տեղից չշարժվել, չուտել, չխմել եւ խորասուզված լինել լսողության մեջ։ Ուրեմն իսկ նրանք ովքեր որ նրանցից հետո նստած էին նրանք ովքեր որ կարող էին ասենք ավելի քիչ ուշադրություն, այսինքն իրենք կարող էին 7 օր 7 գիշեր ոչ խմեին, ոչ լսեին, բայց բանականությունը ընթացքում տեղ առտեղ անջատվեր։ Հետո նրանցից հետո նստած էին նրանք, ովքեր չեն կարող այդքան երկար նստել, ովքեր կարիք ունեն խմելու, ինչ որ մի բան գոնե մի հատ բանան ուտելու, չգիտեմ, իսկ եթե դա արեցին, հետո միզելու, եսի միջ են այդ բոլոր հարցերը կամ քնելու, այն նրանք ինչքան որ զգայարանները ղեկավարված չէր, իրանք նստում էին ավելի հեռու, ինչու համար, որպեսզի նրանք ովքեր ղեկավարում են իրանք իրենց չխանգարեն։ Սա շատ պարզ երևում է, օրինակ, ասենք, եթե մենք մեր օրինակը բերենք, որ հասկանանք ինչու էին արիացիները իրենք այդպես շարում, մարդկանց կամ մարդիկ իրենք այդպես էին շարվում, ինչու համար, որովհետև տեսեք, օրինակ, բոլորս գիտենք, չէ, որ ենթադրենք մենք գտնվում ենք թատրոնում կամ չգիտեմ, համերգասրահում, եւ նստած ենք պարտերից մինչեւ ամֆիթատրոն։ Նստած ենք, չէ՞։ Եվ ասենք մեկ էլ մեր առաջի դիմացի մարդիկ, րոպեն մեկը վեր է կենում, քո աշկերի առաջով ասում է այնտեղ հետ է դառնում, հետո է մյուսը վեր կենում, գնում, այդ ամեն ինչը ինքը շեղում է։ Երբ որ մենք ուղակի գնացել ենք զվարճանալու, դե այդ շեղումները իրանք տհաճ են, բայց էական չեն, որտեղ իրանք ընդհանուր մեր տրամադրության վրա մեծ ազդեցություն չեն թողնում, չէ՞, բայց երբ որ խոսքը գնում է ինքնաիրականացման մասին, չէ՞, երբ որ խոսքը գնում է նրա մասին, թե ասենք կենդանիակը ինքը ինչպես եկավ նյութական աշխարհ, ինչ է անում այս նյութական աշխարհում, ինչպես պիտի հետ դառնա այս նյութական աշխարհից, չէ՞, այստեղ ինչպես ես հույսով եմ, որ ես կարողանում եմ այնպես ներկայացնեմ ձեզ այս գիտելիքը, որ դուք հասկանաք, որ այստեղ ամեն մի ստորակետը ինքը իրականում ունի իր տեղը, իր քաշը, իր տեղը, իր իմաստը եւ այլն, չէ՞։ Եվ այստեղ այդ ամեն մեկի առաջովդ գնալ գալը, կամ ասենք, երբ որ դու շատ իր նստած լսում ես, քո կողքը մարդը քնում է, իր քնելու էներգետիկան քո վրա ազդում է, եւ ինքը կարող է քեզ քաշի տանի իր հետևից քո քունն էլ սկսի տանել։ Դա նման է, երբ որ մեկը հորանչում է, բոլորը սկսում են հորանչել, չէ՞։ Հասկանում եք, դրա համար այս էտիկետը ինքը պահպանվում էր, որ նրանք ովքեր որ իրեն գիտեն, որ իրանք այդքան չեն ղեկավարում իրենց, որ ընդհանրապես չշարժվեն կամ չքնեն կամ չուտեն կամ չգիտեմ ինչ, ամեն մեկը համապատասխան իր իրականացման տեղեր էր նստում։ Հասկանում եք, տեսեք, օրինակ մեր ժամանակներում, չէ, այդ նստելու տեղերը իրանք մարդկային որակի հետ կապ չունեն։ Իսկ արիական քաղաքակրթության մեջ իրանք կապ ունեին միայն մարդու որակի հետ, եւ դա գոռոզության տեղ չէր։ Իսկ մեր ժամանակներում, չգիտեմ, ամենահանցագործ մարդը, որը ինքը հանցագործությունների միջոցով հարստացել է, կարող է գալ թույլ տալ իրան նստել ամենաառաջը։ Եվ մեր համար, չէ, մեր ժամանակներում, մեր մշակույթի մեջ, այդ ամենաառաջը դա ոչ թե նրա մասին է խոսում, որ մարդը ինքը արժանապատիվ մարդ է, այլ խոսում է միայն եւ միայն նրա մասին, որ մարդը ինքը հարուստ է կամ պաշտոն։ Իսկ թե մեր ժամանակներում ինչպիսի անձնավորություններ կարող են պաշտոններ ունենալ եւ հարուստ լինել, ես հույսով եմ, որ այդ թեման նույնիսկ քննարկելու կարիք չի զգում։ Ընդ որում, այսպես ամբողջ աշխարհում երբեք մենք ինչ-որ մի տեսակ շատ կենտրոնացած ենք նրա վրա, որ միայն մեր երկրում, բայց դա ամբողջ աշխարհում է իրականում այդպես։ Հասկանում եք, չէ՞, որ ամեն տեղեր այդ կեղծ եսը ինչ որ խաղեր է տալիս իմինը տգիտության գոյավիճակի ազդեցության տակ։ Հիմա իսկ արիացիների մոտ դա մարդկային որակի մասին էր խոսքը, չէ՞։ Հիմա
Այսինքն խոսքը հիմա մեկ տեսնում ենք, չէ, որ այդ անձնավորությունները, որոնք իրանց սեփական ուժերով են գնում ինքնաիրականացման, չէ, եւ հիմա ասենք նստած են այնպես ըստ նրա թե այդ սեփական ուժերով առաջ գնալու տեղ ճանապարհին ամեն մեկը որտեղ է հասել, հա, ուրեմն այդպես համապատասխան նստած էին եւ երբ որ հիմա շուկատևը Գոսվամենիկը այսպես մանրամասնորեն խոսում է թե Մայտրեյան ինքը ինչ պատմեց Վիդուրային, հա? Ուրեմն տեսեք, մենք չենք մոռանում, չէ, որ Վիդուրան ինքը Յամարաջն է, այսինքն մահվան կիսաստվածը։ Եվ հիմա, ասենք, իրականում այս ամեն ինչ որ հիմա քննարկվում է, Յամարաջը ինքը պիտի որ շատ լավ իմանա։ Հա, որտեղ ինքը կիսաստված է, ինքը ապրում է կիսաստվածների հետ միասին, ինքը շատ լավ գիտի, թե որ կիսաստվածը ինքը ինչի համար է պատասխան տալիս, չէ, իրանք միասին իրականացնում են ղեկավարությունը, չէ, օրինակ ասենք ոնց որ, ասենք եթե մենք օրինակը բերենք, ասենք ոնց որ ցանկացած պետության մեջ, չէ, նախարարները իրենք տեղյակ են, թե որ նախարարը ինչի համար է պատասխան տալիս եւ ինչպես է իրականացնում իր այդ պատասխանատու մթնոլորտի վերաբերյալ իր պարտականությունները։ Հասկանում եք, այսինքն այդ տեսանկյունից այս գիտելիքը ինքը անիմաստ է Վիդուրայի համար, չէ՞, բայց Մայտրեյան մենք տեսնում ենք, որ ինքը սկսեց 0 կետից։ Եվ սա նշանակում էր, մենք այն ժամանակ խոսեցինք, սա նշանակում էր, որ իրանք երկուսն էլ գիտակցում են, որ իրանց խոսակցությունները սովորական խոսակցություններ չեն, չէ, որ հիմա ես միշտ ասում եմ, չէ, օրինակ հիմա ասում է, Մայտրեյան ասեց այսպես։ Բայց իրականում այնտեղ նստած էին մենակ Մայտրեյան եւ մենակ Վիդուրան։ Ինչպես են իմացել, թե Մայտրեյան ինչ ասեց, Վիդուրան ինչ պատասխանեց։ Չէ՞։ Ոնց որ ասենք, ինչու են էլի գիտնականները իրանք ինչու են ասում, սա հորինված է, հա։ Հոմերը ինքը ասեց, այս ինչ ասեց այսպես, այն ինչ ապես ինքը ինչ այդտեղ ներկա է եղել։ Ոչ, բա որտեղից գիտի։ Հասկանում եք, սա շատ կարևոր հարց է։ Եվ երբ որ մենք տեսնում ենք, թե Բhagavad Gita-ում մենք տեսնում ենք, թե Դրիտարաշտրան ինքը որտեղից էր ստանում գիտելիքը, թե ինչ խոսած Կրիշնան Արջունայի հետ, մենք հասկանում ենք, որ իրենք սովորական մարդիկ չէին, իրենք բոլորը այդ պայծառալսողություն, պայծառատեսություն, պայծառագիտություն ունեին, հա, եւ այն ազնվորությունները, որոնք իրանք օրինակ հիմա Շուկատևը Գոսվամին, որը ինքը հիմա խոսում է, ինքը մի ազնվորություն է, որը, ասես, բավական է ինքը ուղղակի մի հատ կենտրոնանա ինչ-որ մի բանի վրա, չէ, ինքը պարզ եւ կտեսնի եւ կլսի, թե այնտեղ ինչ էր կատարվում, թե դրանք ինչ էին խոսում եւ այլն եւ այլն։ Մեր ժամանակներում էլ կան այդպիսի մարդիկ, ուղղակի իրանք ներքին մաքրություն չունեն, այդ ունակությունները ունեն, բայց մաքրություն չունեն եւ սովորաբար օգտագործում են այդ ամեն ինչը դու ոչ այդքան պատշաճ կերպով։ Սովորաբար բացառություններ ամենտեղ էլ կան, հա, ինյան, հա, բոլոր ամեն տեսակի լույսի մեջ կա սև կետ, ամեն տեսակի մթի մեջ կա սպիտակ կետ։ Հասկանում եք։ Եվ տեսեք ուրեմն, չէ՞, եւ ասենք այս Շուկատևը Գոսվամին ինքը շատ պարզ դա գիտի։ Հիմա եւ Վիդուրան եւ Մայտրեյան իրենք հասկանում են, որ իրանք հիմա խոսում են, բայց այդ խոսակցությունը ցանկացած լուրջ իմաստուն, ցանկացած լուրջ յոգ, ցանկացած այդ կարգի ազնվորություններ, որոնք իրանք կուզենան օգտվել այդ գիտելիքից, իրանք բավական է կենտրոնանան իրանց այդ ունակություններով այդ էպիզոդի վրա, հա, եւ այն ամեն ինչ որ Մայտրեյան ու Վիդուրան իրար հետ խոսացել են, իրանք դա կիմանան վերջ։ Հասկանում եք, չէ՞։ Օրինակ ասենք այդ մեթոդը, չէ, գիտնականներ իրանք հաշվի չեն առնում։ Երբ որ իրանք դա հաշվի չեն առնում, որ կա այդպիսի ունակություն, չէ, օրինակ ասենք, ես ինքս անձամբ վկա եմ եղել, հասկանում եք, երբ որ պայծառատես կինը, որ ինքը մենք իրանց ասում ենք նայողներ, չէ։ Որ ասենք այդ կինը ինքը այնտեղ նստած է, մատիկ է ընդունում, հա, եւ ինչ որ գալիս են մեքենայով երկու տղամարդ։ Եվ ինքը ջղայնացած այդ մարդկանց ասում է ես ձեզ չեմ նայելու եւ չեմ օգնելու։ Այս մարդիկ զարմացած ասում են ինչ ա եղել, նոր եք մտել, բան չեն կարել։ Եվ ինքը ասում է, այ երբ որ դուք գալիս էիք այն մոստով անցնելուց, դու
ցույց է տալիս մեկին, այս մյուսին այս ինչ բանն է իր ասում, իսկ դու էլ իրան այս sense պատասխանեցիր, то есть իր մասին ինչ որ վատ բան էին խոսում, տենց է թե տենց չի, սրանք այսպես քարացած կանգնում են, իրար են նայում, դե չեն կարող ասել տենց չի, որտեվ տենց էր, մենք ասում այդ դրա համար ես ձեզ չեմ ընդունի, լավ քու ջան, ցավը տանեմ կներես բան, ես ինչ անցան համոզեցին, ինքը ասես դե լավ, որ հասկանում եմ, որ խնդիրը ծանր է, եկե ասել եք ստեղ եկեք, հասկանում եք, մեր ժամանակներում էլ կան այդպիսի մարդիկ, ուղղակի այն ժամանակներում այդպիսի մարդիկ ահա որ շատ էին, հասկանում եք, հասարակության պրակտիկորեն համարյա, եթե չչափազանցնեմ, համարյա 60%-ը, եթե ոչ ավել, իրանք բոլորը այդ ունակությունների մեջ էին, ինչու, որովհետև առաքինի էին, հասկանում եք, այդ նուրբ մարմնի հնարավորություններից օգտվելը, դա առաքինի մարդիկ իրանց մոտ դա բացվում է, աստվածամերժության դարաշրջանում է դա միայն շուռ տված գլխի վրա, թե ովքեր են ստանում, իսկ ովքեր ոչ, հասկանում եք, չէ սիրելիներս, ուրեմն հիմա Մայտրեյան ինքը բարի Վիդուրայի հետ խոսեց Պրաջապատիի մասին, ուրեմն Պրաջապատին, չէ, տեսեք, մենք ասեցինք, ինքը ոնց որ բան եղավ սեռական հարաբերությունների հետ, ես խոսացի նրա մասին, որ արիացիները իրենք շատ մեծ նշանակություն էին տալիս այդ սեռական ձգտումներին, այդ սեռական կյանքը վայելելու թեմային, հասկանում եք, երբ որ ազնվորությունը ինքը, տեսեք ասենք, իրականում երբ որ մենք վերցնում ենք, չէ, կներեք թեմայի համար, բայց այդ թեման դա է, պիտի քննարկեմ, իրականում երբ որ մենք վերցնում ենք, չէ, սեռական հարաբերությունը դա ընդհանրապես սերմնահեղուկի, այսինքն կյանքի տեղափոխումն է, այն ինկուբատորի մեջ, որի մեջ այդ կյանքը, այդ սերմը ինքը կարող է ձևավորվել եւ տալ կյանք, ոնց որ ասենք, բույսի սերմը պիտի տնկենք հողի մեջ, չէ, կամ ասենք, չգիտեմ, կենթանի շարժվող կենթանիակները իրենք սերմնահեղուկ են իրար փոխանցում, չէ, եւ սա նշանակում է, որ այդ ինչ որ հիմա ասվեց Պրաջապատի, երբ որ սեռական օրգանը ձևավորվեց, Պրաջապատին մտավ այդտեղ, չէ, ուրեմն այստեղ սա մենք ստանում ենք արդեն ոնց որ մի ազնվորություն, որը ինքը, ոնց ասեմ, էլի ոնց որ հենց ինքը կյանքի պուլսը լինի, հասկանում եք, դրա համար Պրաջապատին ինքը այստեղ քննարկվեց որպես առաջի կենդանի էակ, չէ, եւ մեզ համար իհարկե շատ կարեւոր է, որպեսզի մենք հասկանանք, թե սա ինչի մասին է խոսքը, հա? Ուրեմն տեսեք, ինքը քննարկվեց որպես այդ Բրահմայի կողմից, իրականում, չէ, մենք արդեն տեսանք, որ Բրահմանը դա այդ ամեն ինչ արեց։ Բրահմայի կողմից Բրահման լցրեց տիեզերքը կենդանի էակներով, էլի։ Հիմա Բրահմայի կողմից հիմա բանալվեց որպես կենդանի էակ արարվեց Պրաջապատի Դաքշան, այսինքն գործող սկզբունք, էլի։ Հիմա տեսեք, դրա համար մեզ համար շատ կարևոր է, չէ՞, թե ասենք սա ինչի մասին է խոսքը։ Եթե մենք Պրաջապատին դիտարկենք ուղղակի որպես սերմնահեղուկ, հա, դա կլինի միայն արտաքին ընկալումը, թե Պրաջապատի Դաքշան իրականում ով էր, որովհետև իրականում, չէ, երբ որ մենք խոսում ենք սերմի մասին, այսպես էությամբ, էլի, իրականում ցանկացած սերմ, դա գերագույն Աստծո անձնավորության, ոնց ասեմ, եթե կարելի է այդպես ասել, ստեղծագործական ուժի արտահայտումն է, որը ինքը դրված է ամեն կենդանի էակի մեջ, ինքը գերագույն Աստծո անձնավորությունը, ինքը այդին տեսեք օրինակ, ինքն է, չէ, մտածել, ասենք, բույսերի տեսքը, կենդանական աշխարհի մարմինների տեսքը, մարդկանց տեսքը, կիսաստվածների տեսքը, հասկանում եք, չէ, թե ինչքան մեծ ստեղծագործական պոտենցիա է դրված ընդհանրապես նյութական աշխարհի վրա, հասկանում եք, եւ այդ իմաստով Պրաջապատին ինքը այդ սերմի սկզբունքն է։ Հիմա ինքը խոսքը Պրաջապատի կներեք
Ինքը պրաջապատի խոսքը ինքը բաղկացած է երկու բառից՝ պրաջա, որը նշանակում է պատոմство, սերունդ, հա, որը նշանակում է սերունդ, արարչություն, հա, կամ կենդանի էակներ։ Եվ պատի, որը նշանակում է տեր, կամ բան էլի, վլադիկա, իշխող։ Նույնպես նշանակում է պաշտպանող։ Հա, այսինքն եթե մենք բառացի թարգմանում ենք այդ անձնավորության անունը, չէ, ուրեմն պրաջապատի նշանակում է բան, արարվածների տերը, հա, կամ կենդանի էակների տերը։ Հա, հիմա հիմնականում պրաջապատի մասին, պրաջապատի երբ որ ասվում է, չէ, շաստրաները, այսինքն արիացիների սուրբ գրվածքները, իրանք մեկ-մեկ այնպես են ներկայացնում, որ դա մի մարդու, մի կենդանի, ոչ թե մի մարդու կներեք, մի կենդանի էակի մասին չի խոսքը, հա, որ պրաջապատի բառը ինքը մատնանշում է տիտուլ, էլի, ասա պաշտոն, հա, կամ դիրք, հա, որը ինքը մատնանշում է այդ ստեղծագործական ուժի սկիզբը, հա, ինքը այդ, չբա ոնց ասեմ, էլի, обозначающий творческое начало, այդ ստեղծագործական սկզբունքը, հա, այդ ստեղծագործական սկզբունքն է նշանակում, հասկանում եք, և ուրեմն իրանք միշտ այդ ազնվորությունները իրանք միշտ մանրավորում են այդ ստեղծագործական էներգիան, հա, որի միջոցով Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը իր բոլոր մտադրություններին տալիս է ձև, չէ, այսինքն ինչ է նշանակում մարմին, տեսեք, ցանկացած մարմինը ինքը ձևավորվում է սերմից, այսինքն ինչ է արել Գերագույն Աստծո ազնվորությունը ըստ արիացիների, ինքը կյանքի ֆորման, թե դա ինչ ֆորմա է վերջում դառնալու, չէ, մենք տեսնում ենք, հա, տարբեր ձևի սերմեր կան, չէ, բայց երբ որ մենք, օրինակ, բուսականության սերմն ենք մեր ձեռքում պահում, միշտ հնարավոր չի, չէ, գուշակել, թե այդ կոնկրետ այդ տեսքը ունեցող սերմից ինչ բույս է աճելու, մի հատ այսքան աննշան սերմից կարող է աճել մի հատ ահռելի դուբ կաղնի, դուբը էլի հայերեն չեմ նայում, բայց չնայեմ էլի, չէ, ահռելի ծառ է, չէ, հասկանում եք, բայց իրա մեջ, չէ, այսինքն ինչ է ասում, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը սերմի մեջ դրել է իրա մտադրությունը, թե դա ինչ ձև է դառնալու, դրա համար իրանք ասում են դա Գերագույն սերմը, դա Գերագույն Աստծո անձնավորության ստեղծագործական ուրեմն էներգիայի սկիզբն է, այսինքն ամեն սերմի մեջ դրած է Գերագույնի ստեղծագործական մտադրությունը, հասկանում եք, և այ ամեն անգամ, երբ որ մենք մեր ձեռքերի մեջ գրում ենք, ասենք պահում ենք սերմ, բնության հետ կապված, չէ, մենք հասկանանք, որ մենք հիմա մեր ձեռքերի մեջ ենք պահում Գերագույն Աստծո ազնվորության այդ ստեղծագործական տաղանդը, հասկանում եք, չէ, և ասենք, իսկ երբ որ ասենք այդ իմաստով, չէ, տղամարդը ինքը, մեր ժամանակներում տղամարդը ինքը չունի իր սերմի հանդեպ այդպիսի վերաբերմունք, հա, տեսեք, երբ որ կենդանի էակը ինքը աստվածամերժ է, չէ, երբ որ ինքը, օրինակ ասենք տղամարդը, կներեք էլի, ասենք հիմա տղամարդը ինքը աստվածամերժ է, չէ, և ինքը ինչ ունի, իր համար ամենակարևորը դա ինչն է, տղամարդու համար կարևորը դա սեռական հաճույքն է, դա իշխանությունն է, հարստությունը, ուժը, չէ, հասկանում եք, ինչ որ բաներն է, չէ, իր համար շատ կարևոր, ինքը կարևորում է, և հիմա տեսեք օրինակ, եթե կենդանի էակը, եթե անձնավորությունը ինքը աստվածամերժ է, տղամարդը, չէ, ինքը
կապված է ինքը երևույթին, սեռական հաճույքին, բայց ատում է արդյունքը, այսինքն ատում է ինչը, ատում է այն, ինչի մեջ, որ արտահայտված է Աստված։ Հա? Եվ ինքը ինչ է լինում, այդտեղ ինչ է լինում, էլի ինքը ինչ է անում, ինքը աստվածամերժության տարաշրջանում կենդանիակները իրանք ինչ են անում, իրանք սեռական հարաբերությունների մեջ են մտնում և հետո պայքարում են այն սկզբունքի դեմ, որ այդ սեռական հարաբերությունների հիմքում դրել է Աստված, որ դուք դրա մեջ վայելք եք ման գալու, իսկ ես դրա մեջ դնելու եմ կյանքի հնարավորությունը։ Հասկանում եք։ Չէ՞։ Եվ այդ դա է, էլի, որ ոնց ասեմ, չգիտեմ ոնց ասեմ, որ բանը էլի, եթե ուշադիր նայեք այդ երևույթին, չէ, այդ տեսանկյունից, դուք կտեսնեք, էլի, որ Գերագույն Աստծո ազնվորությունը կենդանի էակի ցանկությունը եւ իր մտադրությունը վերաբերվող նյութական աշխարհի, ասես կապել է մի տեղ իմինասեռական հարաբերությունների մեջ, չէ, որտեղ ինչ է նշանակում նյութական աշխարհ։ Նյութական աշխարհը դա այն աշխարհն է, որտեղ որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը համաձայնվել է, չէ, համաձայնվել է աջակցի այն կենդանիակներին, որոնք ուզում էին ապրեին առանց իրանց։ Եվ ինքը դա անում է մեծագույն բանով, այսպես էլի, հոգատարությամբ։ Մենք հիմա այլ որ քննարկում ենք, չէ, թե ասենք ինչպես է արարվում։ Մենք տեսնում ենք, էլի, որ երբ որ արդեն արիացիները իրենք այդպես ամեն մի երևույթի վրա ուշադրություն դարձնելով, իրանք այդտեղ ինչեր են տեսնում, այսինքն իրանք այդ ամեն ինչի մեջ Աստծո ձեռքն են, չէ, տեսնում։ Իսկ կենդանի էակը, երբ որ ինքը գալիս է նյութական աշխարհ, ինքը նյութական աշխարհում ուզում է միայն վայելելու հնարավորություն տեսնել։ Եվ հիմա Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը պետք է բոլոր կենդանի, բոլոր ուզողներին, չէ, հնարավորություն տա։ Այդ հնարավորությունը տալու համար ինքը դրել է այդ վերարտադրման սկզբունքը, այսինքն որ ոչ թե ինքը ամեն անգամ առանձին արարի, այլ դա այսպես բանի նման, կոնվեյերի նման աշխատող սկզբունք լինի։ Չէ՞։ Հիմա կյանքը ինքը դրել է սերմի մեջ։ Կան սերմեր, որոնք իրանք հողի մեջ են աճում։ Այն նրանք, ովքեր որ շարժվել չգիտեն, այսինքն բուսականությունը։ Հա, իրանք շարժվել չգիտեն։ Տեսեք, ասենք, իրանք շատ դեպքերում, ասենք, բույսերը, որպեսզի իրենք բան լինեն, իրանք կախված են բաներից, չէ, փշոկի, մեղուներից։ Եվ ասենք, մարդկությունը ինքը օրինակ, երբ որ քաղաքակրթություն է զարգացնում, շատ հաճախ դա մեղուներին շատ մեծ վնաս է տալիս, շատ կարևոր է, որպեսզի բնության մեջ լինեն մեղուները, որտեղ իրանք են, չէ՞, կատարում այդ մեղունալու, էլի մեկի այդ բանը փոխանցելու, հասկանում եք, որպեսզի ապելենիա, հայերեն չգիտեմ ոնց է, էլի կներեք, հասկանում եք։ Հիմա, իսկ այդ շարժվող կենդանիակները, չէ, իրանք սեռական հարաբերության միջոցով են, այսինքն սերմը ինքը ձևավորվում է տղամարդու օրգանիզմի մեջ, չէ, եւ տեսեք օրինակ, եթե դուք իմանայիք, թե Աստվածամերժը ինքը ինչպես է վարվում սերմի հետ։ Չէ՞ որ սերմի կրողը տղամարդն է, եւ դրա համար մուսուլմանական երկրներում, չէ, եթե ինչքան ես տեղյակ եմ, եթե բաժանություն է տեղի ունենում, երեխան մնում է տղամարդու ընտանիքում։ Առաջին հերթին այն պատճառով, որ տանը լիքը կանայք կան, որոնք իրանք կպահեն այդ երեխաներին։ Հա, ինչու համար, որովհետև իրանք սկսում են կյանքի սկզբից, իրանք ասում են սերմի կրողը տղամարդն էր, ուրեմն երեխան ինքը տղամարդունն է։ Կինը ինքը ընդամենը կատարողն է, ինքը սերմը ընդունողն է, անա ինկուբատոր, հա, ինքը սերմի համար բարենպաստ բանն է կրում իր մեջ, արկանդը, հա, բարենպաստ միջավայրը։
Հասկանում եք, բայց ինքս կյանքը սկսվում է իրականում տղամարդուց, չէ՞։ Եվ տեսեք, արիացի տղամարդը ինքը շատ լուրջ էր դրան վերաբերվում։ Մենք հետո հետագայում ձեզ հետ կտեսնենք, ասենք մեկ էլ այնպեսի ինչ-որ լուրջ բաներ, տեղի բաներ խոսացվի էլի, որ այդտեղ դու սկսում ես հասկանալ, թե ընդհանրապես ասենք արիական քաղաքակրթության մեջ տղամարդը ինքը ինչպես էր վերաբերվում այդ հանգամանքին, որ իր մարմնի մեջից սերմնահեղուկ դուրս գա։ Հասկանում եք, որտեղ այդ հասկացողությունը կար, որ սա Աստծո կողմից տված պարգև է, սա Աստծո մտադրությունը դա նա է, որ այս հրա մեջից պիտի կյանք ստեղծվի։ Հասկանում եք, իսկ երբ որ արդեն աստվածաբեժնության դարաշրջանում ծնվում են տրփալից, էգոիստ ազնվորություններ եւ կանայք եւ տղամարդիկ կապ չունի։ Մենք հիմա ուղղակի սերմի մասին ենք խոսում, ես խոսում եմ տղամարդու մասին, չէ՞։ Եվ ասենք տեսեք այդ, եւ տղամարդը եւ կինը, չէ՞, շատ հաճախ պայքար են մղում սերմի դեմ։ Իսկ արիացիները իրանք ուղղակի, եթե նպատակ չունեին երեխա ունենալու, հա, իրանք ասենք ամեն ինչը գիտեին, թե ոնց պիտի արվի, որպեսզի ինչքան հնարավոր է սեռական ցանկությունը քիչ լինի։ Հասկանում եք, եւ այո, մենք տեսնում ենք, որ եւ մուսուլմանության մեջ, իրականում եւ քրիստոնեության մեջ, չէ, այդ բանը ինքը աստվածային օրենք է, որ ինչքան երեխա ստացվեց, այդքան երեխա պիտի ծնվի։ Երեխային կենդանիակին չի կարելի սպանել, դա սպանություն է բոլոր դեպքերում։ Այն արդեն բացարձակ աթեիստները իրանք պայքար են մղում կրոնական մարդկանց մտածելակերպի հետ, որպեսզի դա դեռ հələ կենդանիակ չի, ինքը զգայարան չունի, չունի, ոչ, ինքը սերմի մեջ արդեն կյանքն է։ Վերջ։ Հասկանում եք, այդ ամենը դու պարզ էի չիմաստ է, խոսքի այդտեղ չխորանանք։ Հասկացաք, չէ՞, դրա համար այս պրաջապատին, որը ինքը քննարկվեց, չէ՞, սա ինքը շատ կարևոր, ուրեմն թեմա է։ Հա? Հիմա տեսեք, ուրեմն երբ որ խոսացվում է այս նախասկզբնական պրաջապատի մասին, չէ, ինքը ներկայացվում է, որ ինքը արարվեց առաջինը եւ միակը, այսինքն առանց երկրորդի։ Չէ՞։ Ինքը արարվեց Տեր Բրահմայի բանից, ասեք, չեն ասում, տապասյա, ճիքերից, հա, որտեղ Տեր Բրահման ինքը հանստում էր, ինչ-որ ճիքեր էր անում, մեկ էլ իր մարմնից ինչ-որ կենդանի արտեր էին դուրս գալիս։ Ընդ որում, այս պրաջապատին ինքը տարբեր կան սուբգրվածքներ, որտեղ ինքը բան է, քննարկվում է որպես բան էլի, որ պրաջապատին դա բրահման էր, որտեղ բրահման է առաջին կենդանիակը։ Հա? Հետո, բայց կան տեղեր, որտեղ քննարկվում է, որ սկզբում պրաջապատին է, հետո նոր իրանից ծնվում է Տեր Բրահման։ Սա ինչ-որ խնդրահարույց խնդիրներ են, որոնք մեր քննարկման թեմայի մեջ այդքան էլ կարևոր չեն։ Հա? Ուրեմն, երբ որ մենք խոսում ենք պրաջապատի սկզբունքի մասին, չէ, մենք խոսում ենք այդ որ կենդանիակը ինքը համաձայնություն է տալիս, հա, որ ես սերմի կրողն եմ ու թող լինի այդպես, հա, թող ինձանից դուրս եկող սերմի մեջ լինի կենդանիակ։ Չէ, հիմա տեսեք, այդ դրա հետ միասին, չէ, կենդանիակի մեջ инстинкт продолжения рода, հա, բանը, սերունդը, չէ, բանը, այդ ձևը շարունակելու բնաստը դրված է, չէ, այսինքն, պրաջապատի մեջ, կամ ամեն մի սերմ կրողի մեջ, իմինը շարժվող կենդանիակների, հա, սկզբունքն ենք հիմա նայում, դրված է սերը, դա այդ դրա հանդեպ, որ սերմնահեղուկը դուրս գա, հա, կամքը, որպեսզի այն ինչ որ կստացվի դրանից հետո տերեմ,
Հասկանում եք։ Այսինքն տեսեք, այ կա երկու տեսակի տարբեր բան, էլի, ոնց որ մի կողմից կա առաջին արարչագործությունը, որտեղ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ստեղծագործում է, այսինքն սարքում է մարմինները, եւ կան անձնավորություններ, որոնք տղամարդիկ են, այսինքն ворց տեսակը, չէ, որոնց ինքը իրանց մեջ է դրել սերմը եւ իրանք են որոշողը իրականում կյանքը շարունակվելու է թե ոչ։ Հասկանում եք, որովհետեւ ինքը ծնունդ տվող է, այսինքն ինքը Գերագույն Աստծո անձնավորության այդ մտադրությունը շարունակողն է։ Հասկանում եք։ Եվ երբ որ այստեղ ասվեց, որ Պրաջապատի Դաքշան ինքը մտավ Գերագույն Աստծո անձնավորության տիեզերական ձևի սեռական օրգանների մեջ, չէ, դա է նշանակում, որ ամեն մի ворց ինքը իր մեջ կրելու է արարելու ուժը, այսինքն կյանք տալու ուժը։ Եվ այդպես Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը դրեց իր մտադրությունը, որ տղամարդն է սերմը պահելու իր մեջ։ Փոխանցելու է կնոջը։ Երբ որ հերթը կգա կնոջ մասին խոսելու, մենք իր մասին առանձին կխոսենք։ Հա? Այսինքն տիեզերական ձևի մեջ Պրաջապատի սկզբունքը ինքը այդ վերարտադրողության ֆունկցիան է կատարում, այսինքն կյանքը շարունակելու։ Հիմա, երբ որ մենք խոսում ենք մոր մասին, չէ, այսինքն կյանքը տրվեց, մենք սովորաբար ասում են մայրն է կյանք տվել, բայց իրականում դա այդպես չի, կյանքը տվեց տղամարդը, հա? Իսկ կինը ինքը դա համաձայնությունն է այդ կյանքը պահպանել։ Որտև իրա մեջ ձևավորվեց արդեն ինքը մարմինը, հա? Այսինքն Պրաջապատին ինքը բան է, էլի, պատասխանատվության, արարչագործության պատասխանատվության բանն է դրված տղամարդկանց վրա, հասկանում եք։ Եվ ասենք, երբ որ մենք արդեն այդ տեսանկյունից ենք նայում, չէ, այսինքն տղամարդը ինքը ոչ թե միայն ուղակի տալիս է կյանք, այլ ինքը համել, այդ որ ինքը պատասխանատու է, այլ ինքը համել այդ կյանքի իմաստն է պահպանում։ Հա, այսինքն ֆիզիկայի տեսանկյունից, չէ, դա ուղղակի վերարտադրողության ֆունկցիան է։ Դիտարաժդենիա կոչվում է ռուսերեն, էլի, ուղղակի վերարտադրության ֆունկցիան է, չէ, բայց հոգեբանական տեսանկյունից, չէ, դա այդ բանն է, էլի, այդ ստեղծագործական էներգիայի կրելն է, չէ, որովհետև տղամարդուց է կախված։ Հասկանում եք, տղամարդուց է կախված, թե ինքը ինչ տեսակի սերմի կրող է։ Եվ ասենք էթիկական բան, էլի, արդեն տենց, в этическом смысле, էլի, բանի, բարոյականության տեսանկյունից, չէ, տղամարդը ինքը պատասխանատու է դրա համար, թե ինչ է տեղափոխել կնոջը։ Ուզում է կամ ընդհանրապես ինչ է տեղափոխել, ուզում է դա լինի երեխա, ուզում է դա լինի ինչ-որ գաղափար, չէ, այդ պատասխանատվությունը դրված է տղամարդու վրա։ Հասկանում եք։ Եվ այդ դրա համար է, որ ասենք սովորաբար ասվում է նրա մասին, որ իմինը տղամարդու ձևն է, որ ներկայացնում է Աստծուն, որտեվ իմինը տղամարդուն է, տղամարդու ձևին է, որ Աստված վստահել է կյանքը լինի թե չէ։ Հասկանում եք, բայց որովհետև Աստվածամեժության դարաշրջանում ծնվում են այն կենդանի ակները, որոնք չեն սիրում պատասխանատվություն կրել, չէ,
ուրեմն կյանքի դեմ սկսվում է պայքար։ Եվ տղամարդիկ չեն ուզում սերմ փոխանցել, որպեսզի իմինը տենց որ երեխա ծնվի, չէ՞։ Իսկ կանայք չեն ուզում, որտեղ շատ հաճախ ուղղակի բռնաբարված են լինում, չեն ուզում այդպիսի տղամարդկանցից երեխաներ ունենալ։ Եվ այդտեղ արդեն ինչ-որ մի հատ տենց այլանդակ բան է ծնվում։ Բայց մենք հիմա խոսում ենք արարչագործության սկզբի մասին, երբ որ ամեն ինչ զուլալ է, այսինքն դեռ սկզբունքներն են որոշվում։ Հասկանում եք հիմա։ Եվ ուրեմն մենք տեսանք, որ խոսացվեց նրա մասին, որ Պրաջապատին ինքը այդ սեքսուալ էներգիայի հետ է եղածելի կապված։ Հա, իրականում այդ սեքսուալ հաճույքը ոնց որ ինքը այդ սեռական ակտը ինքը իրականում հենց հաճույքի համար չի, որ ստեղծված է, հա, այլ ինքը ստեղծված է նրա համար, որպեսզի կենդանի էակը ինքը մասնակից լինի, իր բաժին պատասխանատվությունը վերցնի, չէ, որտեվ Տեսեք, ասենք, այդ պարտքը այդտեղից է, չէ, առաջանում, որ ինչ-որ մեկը ինձ է ծնունդ տվել։ Հիմա ես պիտի չալարեմ, որ ես էլ ինչ-որ մեկին ծնունդ տամ։ Հասկանում եք։ Եվ այդպես կյանքը ինքը դառնում է շարունակական և իրականացվում է Գերագույն Աստծո ազնվորության մտադրությունը։ Հասկանում եք։ Հիմա տեսեք, երբ որ մենք պետք է սա հասկանանք, էլի, որ երբ որ կենդանի էակը ինքը սեռական հարաբերությունները օգտագործում է միայն եւ միայն հաճույքը ստանալու համար, չէ՞, մենք պետք է հասկանանք, որ այդ սեռական հարաբերության մեջ Պրաջապատին չկա։ Բhagavad Gita-ում Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը հատուկ տեքստ կասի սեռական հարաբերությունների մասին, հա? Եվ ինքը հենց դա կասի, որ ես այս սեռական հարաբերություններն եմ, որը ուրեմն տեղի է ունենում կրոնականության սկզբունքներին ոչ հակառակ, այսինքն տեղի է ունենում երեխա ունենալու համար։ Այդ սեռական հարաբերության մեջ ես եմ։ Չէ՞։ Այսինքն դա սուրբ, իրականում դա բան է, էլի, տայնստվը, Չէ, պիտի նայեմ այդ խոսքը, որտեղ ինքը այստեղ շատ կարևոր է, կներեք։ Հաղորդություն, կարող է, սուրբ հաղորդություն է, հասկանում եք, բայց տայնստվը ռուսերեն ասեմ, որտեղ վստահ չեմ ճիշտ բանալից, թե չէ։ Հասկանում եք, եւ դա դրա համար էր, որ տեսեք մենք քննարկել ենք, չէ, հիմա ուղղակի ուրիշ տեսակյունից մի հատ կնայեք, էլի այդ ամեն ինչին։ Ասենք այդ դրա համար է, որ արիացիները իրանք երեխա բեղմնավորելուց առաջ ամբողջ մի մաքրագործման, գարմանիզացիայի process-ներ էին անցնում, որպեսզի 100% ներդաշնակության մեջ լինեն իրար հետ։ Ինչի համար, որ ստանան այնպիսի երեխա, որը ուրախություն կբերի եւ մորը, եւ հորը։ Երբ որ ազնվորությունները իրենք, այսպես էլի, ոչ պատահի երեխա են ունենում, չէ՞։ Այդտեղ շատ հաճախ լինում են այդպիսի բաներ, որ եթե կինն էր հոգեբանությամբ ավելի ուժեղ, երեխան ծնվում է այնպիսի երեխա, ինչպիսին որ ինքն էր ուզում։ Եթե տղամարդն է ավելի ուժեղ, ուրեմն երեխան ծնվում է այնպիսին, ինչպես տղամարդն է ուզում։ Եթե հակասություն կա ծնողների մեջ, կինը ստիպված է լինում պահել այն երեխային, որը իր դուրը չի գալիս, հա, մեծացնել, կերակրել եւ այլն։ Եթե ասենք տղամարդը ինքը բան չէ, ուժեղ է լինում, բան է, ասենք երեխան իր դուրը չի գալիս, ինքը ստիպված է լինում հոգ տանել այն երեխայի մասին, որը իր դուրը չի գալիս։ Եվ այստեղից սկսվում են այդ քոքը, թե որտեղից է սկսվում մամա не долюбила, папа не долюбил։ Ես պրինցիպիալ դեմ եմ, որ միայն մամա не долюбила թեմանա հետեղ քննարկվում, որտեղ там все не долюбили։ Եվ մայրը, եւ հայրը, եւ
տատիները եւ պապիները եւ հենց արքանդի մեջ, բայց մենք պիտի հասկանանք, որ այդ կետը, որը հիմա հոգեբանները վերցնում են, այդ կետը ինքը սխալ է, որովհետեւ հենց իրանց գիտությունը ինքը խոսում է նրա մասին, որ երեխան արդեն մոր արքանդի մեջ ամեն ինչ հասկանում է, ամեն ինչ ընկալում է։ Եվ դա նշանակում է, որ ցանկացած մարդու, որը մոտեցել է հղի կնոջը, բացասական բանով, ինքը նիդալյուբիլ եւ կոնկրետ ազդեցություն է ունենում կենթանեակի հոգեբանության վրա։ Այդ ամենը գցել բենակ մոր վրա, դա բան չի էլի, աշխարհի ամենամեծ անարդարություններից մեկն է դա։ Հիմա սիրելիներս, չէ՞, այսինքն մենք ուրեմն բան արեցինք։ Հիմա փորձում ենք հասկանանք, թե ուրեմն որ երբ որ կենթանեակները իրանք սեռական հարաբերությունների մեջ են մտնում, սեր տալու, իրար հանդեպ սեր փոխանցելու, որովհետև սեռական հարաբերությունը, երբ որ մենք ասում ենք սիրո հետ է կապված, չէ, դա ինչի մասին է խոսքը։ Ինչ է ասում, իմенно սեռական հարաբերության վերջը, դա ինչն է, տղամարդը կնոջը ինչ պիտի ասի, կինը տղամարդուն ինչ պիտի ասի։ Տղամարդը կնոջը ասում է, դու այն կինն ես, որին ես կվստահեի նոր կյանքի ծնունդը եւ համաձայն կլինեի պահել, ապահովել, պաշտպանել, զարգացնել այդ նոր կյանքը, հա? Կինը տղամարդուն ասում է, դու այն տղամարդն ես, որին ես համաձայն կլինեի, ընդունեի եւ շարունակեի քո արյունը, հա, շարունակեի կյանք կտայի քո բանին, քո սերմին։ Երբ որ այդտեղ մտնում են տգիտությունը եւ կրքերը, մտնում է բանը, ներդաշնակության խախտումը, չկա ներդաշնակություն։ Կամ տղամարդը չի ուզել իրականում, կամ կինը չի ուզել, եւ դա հենց բեռնավորման ժամանակ, հա, տեսեք, ինչպիսի կենթանեակ պիտի այդտեղ ծնվի, որը ինքը չի արժանացել ունենալ ներդաշնակ ընտանիք։ Ու վերջ, այդտեղ սկսվեց աստվածամերժության դարաշրջանի սկզբունքները։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Ուրեմն մենք ձեզ հետ քննարկեցինք Պրաջապատի խոսքը, Պրաջապատի գաղափարը, դա կենթանեակ է, որը ինքը այդ էլի, բան, կենթանեակի տեր, սերմի կրող։ Դա մենք հասկացանք, որ դա իրականում Գերագույն Աստծո ազնվորության ստեղծագործական ուժն է այդտեղ դրված, նրա մտադրությունն է դրված, թե ինչպես կյանքը պիտի շարունակական լինի, հա, եւ դա այն սկզբունքը չի, որտեղ կենթանեակը ինքը բանել, օրինակ ասենք տղամարդը ինքը չի ձևավորում, չէ, դա ինքնըստինքյան տեղափոխվող է, եւ ասենք, երբ որ մենք նայում ենք տղամարդուն, նայում ենք իր արտաքին գենետիկային, հիմա ժամանակակից աշխարհում դա այդպես է կոչվում, երբ որ նայում ենք իրան, մենք հասկանում ենք իր գենետիկան, չէ, եւ մոտավորապես հասկանում ենք, ասենք, որ ինչպիսի երեխա կարող է իրանից լինել իմенно ֆիզիկական տեսանկյունից, կամ երբ որ տղամարդը նայում է կնոջը, ինքը այդ նույն բանն է հասկանում, չէ։ Եվ այստեղ պիտի հասկանանք, որ հենց այստեղ է, որ ձևավորվում է այդ դա, էլի, որ ինչքանով եմ ես ուզում, ինչքանով եմ ես համաձայն ընդհանրապես, որպեսզի այսպիսի բանին չի ստա, հələ արտակնապես ուրիշ մարմնի ձևի մասին է խոսքը, որ այսպիսի բանին շարունակություն տամ։ Ինչքանով եմ համաձայն։ Հասկանում եք։ Եվ սա իրականում շատ նուրբ, շատ կարևոր process-ներ են, եւ մենք տեսնում ենք, որ իրականում այդ կյանքի հրաշքը, որը տեղի ունենում, որը տեղափոխվում է սերմի միջոցով, ընդհանրապես ինչպես էին հասկանում արիացիները եւ ինչպես էին իրենք դրան վերաբերվում։ Մենք այսօր իհարկե շատ ծեմ խոսեցինք դրա մասին, բայց հույսով եմ, որ ինչ որ մի մակարդակի այդ որ դա Գերագույն Աստծո ազնվորության ստեղծագործական պոտենցիալ է, էներգիան է, եւ հույսով եմ, որ ինչ-որ մանրուքներ քննարկեցինք, որը կարող է ինչ-որ ոչ շատ փոխել մեր պատկերացումները, վերաբերմունքը ընդհանրապես այդ թեմայի շուրջ։ Եվ այսօր այսքանը, սիրելիներս,